Աշխատանքային այցով Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխում գտնվող Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ավելի ուշ նրան զրույցին միացել է նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ Զրույցի կադրերը հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Փաշինյանը Եգիպտոսում է մասնակցելու Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևը հայտարարել է, որ տարածաշրջանում խաղաղության, կայունության, անվտանգության, բարգավաճման եւ համագործակցության ապահովման ուղղված նախաձեռնությունների ամրապնդումը կարևորագույն նշանակություն ունի բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման համար։ Նա նշել է, որ աճում է 3+3 տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի արդիականությունը։ Մուստաֆայևն ասել է նաև, որ այս նախաձեռնությունը լրացնում է առկա երկկողմ եւ այլ համագործակցության ձևաչափերը, ամրապնդում տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, նաև տնտեսական աճի եւ առաջընթացի նոր հնարավորություններ է ստեղծում։ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժի հետ միասին են մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Սուրենյանցը, որն ավելի վաղ հայտարարել էր ԲՀԿ նախագահ Ծառուկյանի առաջարկ Հայաստանին ծրագրին միանալու մասին, Ազատությանն ասել է, որ ձևաչափի շուրջ այժմ քննարկումներ են ընթանում։ Մինչ այս 2021-ից 26 թվականների թիմ ընտրություններին Դեմոկրատական այլընտրանքը եւ ԲՀԿ-ն մի շարք համայնքներում դաշինքով են մասնակցել։ Ռուսաստանի իրավապահներն իրավական օգնության միջնորդություն են ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազություն գյուղմթերքի ամենամեծ բեռնափոխադրող Սպայկա ընկերության քրեական գործով։ Այս մասին հայտնում են դատախազությունից մանրամասներ չներկայացնելով, սակայն ռուսական կողմը ինչ հիմքով է միջնորդություն ներկայացրել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սպայկայի ավելի քան 100 բեռնատարներ արդեն մոտ 1.5 ամիս արգելափակված են Ռուսաստանի տարածքում։ Սպայկայից չեն պարզաբանել, թե ինչին է վերաբերում Ռուսաստանում ընկերության հետ կապված իրավական գործընթացը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր, որ Սպայկայի արտահանման խնդիրները հայ-ռուսական հարաբերությունների հետ կապ չունեն։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հերքել է լուրերն այն մասին, որ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին փորձել են թունավորել Մոսկվայում։ Նշելով, որ Սիրիայի նախկին ղեկավարն ու նրա ընտանիքը հումանիտար պատճառներով ապաստան են ստացել Ռուսաստանում, Լավրովը վստահեցրել է, թե Ասադը Մոսկվայում բնակվելու հետ կապված որևէ խնդիր չունի եւ թունավորման դեպք չի եղել։ Իսրայելից ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին տեղափոխող ավտոբուսները ժամանել են Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Պաղեստինի վարչական կենտրոն Ռամալլահ քաղաք, հայտնում է Ալ Ջազիրա հեռուստաալիքը։ Պաղեստինցի բանտարկյալների հարցերով կոմիտեն հայտարարել է, որ ակնկալում է 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո Գազայում ձերբակալված 1718 անձանց ազատ արձակումը, որոնց թվում կա 2 կին, ինչպես նաև իսրայելական բանտերում ցմահ ազատազրկման դատապարտված 250 մարդ։